Միացյալ Նահանգներն ուժգնացնում է հարվածներն Իրանի դեմ։ Այս գիշեր իրականացված հարձակման հետևանքով երկրի հարավում 8 մարդ է զոհվել, ավելի քան 20 վիրավոր կա։ Զոհերից մեկը կին է նավահանգստային Բանդեր Աբասից, իսկ վիրավորներից մեկը նրա մեկամյա երեխան, որը ծանր վնասվածքներ է ստացել։ Իրանի իշխանությունների տվյալներով ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր երկրում 38 մարդ է զոհվել, վիրավորների ընդհանուր թիվը հասնում է 400-ի։ Գիշերը մի քանի ժամ տևած հարվածների արդյունքում ամերիկյան բանակը շարքից հանել է Չաբահար նավահանգստում գտնվող ծովային հսկողության աշտարակը։ Իրանի էներգետիկայի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ երկրի հարավում ամերիկյան հարձակումների հետևանքով էլեկտրաէներգիայի ցանցը ծանրաբեռնվածությամբ է աշխատում։ Թրամփը 2 օր առաջ սպառնացել էր, որ կհարվածեն նաև իրանական էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չգնա զիջումների։ Իրանն ի պատասխան կրկին հրթիռակոծել է այս գիշեր հարևան արաբական երկրների տարածքը։ Քուվեյթում իրանական հրթիռների թիրախում է հայտնվել այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազան, Կատարի տարածքում ամերիկյան ավիաբազան, Օմանում ամերիկյան բանակի ծովային հսկողության ռադարները, Բահրեյնի ավիաբազայում գտնվող ամերիկյան ուղղաթիռներն ու հետախուզական ինքնաթիռները, Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռները և Սիրիայի Ալ-Թանֆ ռազմաբազայում գտնվող հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնը։ Սիրիայի իշխանությունը սակայն հերքել է, որ իր տարածքին է հարված հասցվել։ Կատարի իշխանությունները հայտնել են, որ իրանական հրթիռները չեզոքացնելու ընթացքում բեկորներից 2 երեխա է վիրավորվել։ Քուվեյթի իշխանությունների փոխանցմամբ իրանական հարձակման ժամանակ թիրախում է հայտնվել էլեկտրաէներգիայի արտադրության և ջրի աղազրկման գործարաններից մեկը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, վնաս պատճառելով ձեռնարկությանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին հայտարարել է. հակահարվածները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև չդադարեցվեն ամերիկյան գրոհները Իրանի հարավի և Հորմուզի նեղուցի հատվածում։ Միացյալ Նահանգները շարունակում է նաև ծովային շրջափակումն Իրանի դեմ։ Ամերիկացի հատուկ ջոկատայիններն արդեն 3-րդ նավն են կանգնեցրել այս անգամ Օմանի ծոցում և թույլ չեն տվել շարժվել դեպի իրանական նավահանգիստներ, որտեղից հավանաբար պետք է բեռնվեին նավթով և հետնավարկեին։ Առայժմ ԱՄՆ-ն սահմանափակվում է Իրանի դեմ կետային հարվածներով միայն Հորմուզի նեղուցին հարակից շրջաններում և առայժմ չի վերսկսում պատերազմը այն թափով, որով այն ընթանում էր մոտ 3 ամիս։ Այս ֆոնին միջազգային լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների հրապարակումներում կարմիր թելի պես մի միտք է անցնում. Թրամփը որևէ արդյունավետ պլան չունի Իրանից զիջումներ կորզելու համար։ Բրիտանական Reuters-ը գրում է, որ Թրամփը թիմակիցների հետ քննարկել է թիրախները ընդլայնելու, այդ թվում էլեկտրակայանները և կամուրջները ռմբակոծելու, Իրանի նավթային արդյունաբերության կենտրոններից մեկը Խարկղզին գրավելու համար ցամաքային զորքեր ուղարկելու, ինչպես նաև ստորգետնյա միջուկային օբյեկտներից մեկը ռմբակոծելու տարբերակները։ Բոլոր այդ սցենարները, սակայն, կարող են անիրատեսական լինել բարձր ռիսկերի պատճառով, այդ թվում ներքին ու արտաքին վտանգների տեսանկյունից, շեշտում է Reuters-ը։ Եթե անգամ Թրամփը որոշի գնալ այդ ռիսկային քայլերին, դա բրիտանական պարբերականի գնահատմամբ դժվար թե ստիպի Իրանի ղեկավարությանը գնալ զիջումների, հաշվի առնելով, որ ավելի քան 3 ամիս տևած թեժ պատերազմի և Իսլամական Հանրապետությանը պատճառված հսկայական վնասի արդյունքում դրան հասնել այդպես էլ չհաջողվեց։